Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, ուրախ եմ, որ այսօր էլ Աստված կյանք տվեց առողջություն, որ կարող ենք գալ իր ոտքի առջև եւ ուսումնասիրել Սուրբ Խոսքը շաբաթօրյա դպրոցի մեջ։ Ինչպես գիտենք, ուսումնասիրում ենք մի թեմա, որ կոչվում է Աստծո առաքելությունը, մեր առաքելությունն է, իմ առաքելությունն է, եւ արդեն հասել ենք դաս 12, որ կոչվում է Եստեր եւ Մորդեքե։ Թող Աստված օգնի մեզ իր Սուրբ Հոգով ղեկավարի այս ամբողջ դասը եւ օգնի պարզ հասկանալ իր խոսքերը, այն ինչ ուզում է մեզ ասել այսօր, եւ թող Աստծո շնորհը թափի մեր վրա, որպեսզի մենք Քրիստոսի շնորհով կարողանանք իրագործել Աստծո սուրբ կամքը մեր կյանքում։ Ամեն։ Այսօրվա հիշելու համարն է ես քեզ Եսայա 49:6 համար։ Ես քեզ նաև ազգերի համար լույս կդարձնեմ, որպեսզի իմ փրկությունը հասնի մինչև երկրի ծայրերը։ Սա այստեղ խոսվում է Իսրայել ազգի համար, այսինքն Աստծո մտադրությունն էր, երբ որ ինքը բացվեց հրեաներին, իսրայելցիներին, որպեսզի երբ որ ինքը ստեղծեց ազգը, որպեսզի նրանք իմանալով հանդերձ ճշմարիտ Աստծո մասին եւ ունենալով ճշմարիտ Աստծո կողմից տրված օրենքները, նրանք պահեն ոչ միայն իրենց համար, այլ իմաստը այն էր, որ իրենք տարածեն իրենց շուրջը բոլոր ազգերին այդ լույսը, որպեսզի մարդիկ հեթանոսության խավարից դուրս գային։ Սակայն ցավոք այդպես չպատահեց եւ գիտեք, հեշտ է մի երկրում, որտեղ ձեր կրոնական օրենքներով է պետությունը օրենքներ հանում, օրինակ ասենք թե շաբաթ օրը սուրբ պահել պետական օրենքով, թվում է թե շատ հեշտ կլինի հավատարիմ լինել այդ դեպքում, այո, բայց ցավոք այդպես չէ։ Նույնիսկ եթե պետական կրոնը, այսինքն հրեաները ապրում են իրանց երկրում, իրանց օրենքներով, Աստված ինչ ասեց, ձեզ ասեց Եգիպտոսից կտամ, ձեզ համար երկիր կտամ, ինչու, որպեսզի դուք ապրեք այդտեղ եւ իմանը փառավորեք, իմ օրենքներով ապրեք, առանց վախի։ Բայց ցավոք այդ օրենքները չօգնեցին։ Մարդիկ շարունակեցին իրենց մեղավոր կյանքով ապրել, չուզեցան լույս լինել ոչ միայն հեթանոսների համար, այլ նաև իրենց հրեական շրջապատի համար, անօրենությամբ լցվեցին եւ դրա որպես արդյունք եղավ այն, որ Աստված թողեց նրանց եւ գիտենք, որ Նավուգոդոնոսորը եկավ եւ գրավեց եւ շատ հրեաներ սպանեց եւ շատերին որպես գերի վերցրեց եւ տարավ Բաբելոն։ Կարդանք այդ մասին Դանիել առաջին գլխում առաջին համարից։ Հուդայի թագավոր Հովակիմի թագավորության 3-րդ տարում Բաբելոնի Նավուգոդոնոսոր թագավորը եկավ Երուսաղեմ եւ պաշարեց այն։ Տերը Հուդայի Հովակիմ թագավորին եւ նրա հետ Աստծո տան անոթների մի մասը նրա ձեռքը մատնեց։ Տեսեք ինչ ասում է Տերը Հուդայի Հովակիմ թագավորին եւ նրա հետ Աստծո տան անոթների մի մասը նրա ձեռքը մատնեց։ Նա դրանք տարավ Սենար երկիր, իր Աստծո մեհյանը եւ այդ անոթները դրեց իր Աստծո գանձարանում։ Ինչու արեց դա Աստված, որպեսզի դաստը հրեաներին, թե ինչ բան է թողնել ճշմարիտ Աստծուն եւ հետեւել օտար աստվածների։ Եվ թագավորն իր ներքինապետ Ասփանեզին ասաց, որ բերի Իսրայելի որդիներից, թագավորական սերնդից եւ իշխանացուներից
Իշխանություններից ֆիզիկական արատ բնավ չունեցող եւ գեղեցկադեմ ամեն իմաստության հմուտ ու գիտության տեղյակ եւ անճարեղ թագավորական պալատի մեջ պաշտոնավարելու կարողություն ունեցող պատանիների եւ նրանց սովորեցնի քաղդեացների գիրն ու լեզուն, եւ թագավորը նրանց համար արխայական կերակուրից եւ իր խմած գինուց օրական բաժին որոշեց, որպեսզի նրանց 3 տարի դաստիարակեն, որ հետո նրանք պաշտոնավարեն թագավորի առջև։ Նրանց մեջ էին Հուդայի որդիներից Դանիելը, Անանիան, Միսայելը եւ Ազարյան։ Դանիելն իր սրտում որոշեց, որ իրեն չփախցի թագավորի կերակուրով եւ նրա խմած գինով, եւ ներքինապետին խնդրեց, որ թույլ տա դրանցով իրեն չփախցի։ Եվ Աստված ներքինապետի առաջ Դանիելին շնորհ ու ողորմություն տվեց, եւ ներքինապետը Դանիելին ասաց. «Ես վախենում եմ իմ տեր թագավորից, որ սահմանել է ձեր ուտելիքն ու խմելիքը, ինչու նա ձեր դեմքը գունատ տեսնի ձեր հասակակից տղաների դեմքերից եւ թագավորի առաջ իմ գլուխը վտանգեք»։ Եվ Դանիելն ասաց վերահսկիչին, որին ներքինապետը նշանակել էր Դանիելի, Անանիայի, Միսայելի եւ Ազարիայի վրա. «Աղաչում եմ մի 10 օր փորձի ծառաներիդ եւ թող մեզ ուտելու համար բանջարեղեն եւ խմելու համար ջուր տան եւ թող քո առաջ Երևան մեր դեմքերը եւ դեմքերն այն տղաների, որոնք ուտում են թագավորի կերակուրից եւ ըստ քո տեսածի վարվիր ծառաներիդ հետ»։ Նա համաձայնվեց նրանց հետ եւ նրանց 10 օր փորձեց, եւ 10 օր հետո նրանց դեմքերն ավելի վայելուչ էին, մարմնով գեր էին, քան թե այն բոլոր տղաները, որոնք ուտում էին թագավորի կերակուրից, եւ վերահսկիչը վերցնում էր նրանց թագավորական կերակուրն ու նրանց խմելու գինին եւ նրանց բանջարեղեն էր տալիս։ Իհարկե, բնագրում այն բառը, որ գրված է, չի նշանակում միայն բանջարեղեն, այլ նաեւ ընդեղեն, հացահատկեղեն եւ բանջարեղեն։ Իրենք մենակ բանջարեղեն չէին ուտում, այսինքն ուտում էին ամեն ինչ բացի մսից։ Եվ ինչի Դանիելը չուզեց թագավորի սեղանից ուտել։ Թվում է, թե դա մեծ պատիվ էր, բայց քանի որ հեթանոսական երկիր էր եւ իրանք զոհեր էին մատուցում հեթանոսական աստվածներին եւ հետո այդ միսը բերում դնում էին եւ ուտում էին, եւ դա Դանիելը պղծություն էր համարում, որտեղ այդ մսերը բոլորը գալիս էին այդ զոհերից եւ ինքը չէր ուզում պղծվեր այդ զոհերով։ Այսինքն ուտելով այդ միսը իրենք կարծես թե պիտի երկրպագեին հեթանոս աստվածներին եւ ինքը չուզեց պղծել իրեն։ Այսինքն հենց առաջին օրվանից թեև նա պատանի էր, նա որոշեց հավատարիմ մնալ Աստծուն եւ դրանով իսկ փառավորեց Աստծո անունը, որովհետեւ 10 օր հետո պարզվեց, որ իրենք ավելի առողջ եւ խելացի են, քան թե այն պատանիները, որոնք սնվում էին թագավորի սեղանից։ Ուրեմն, երբ որ մեր առջև խնդիր է ծառանում, պետք է մտադրված լինենք, որոշած լինենք, որ միշտ ամեն հարցում առանց կասկածելու, առանց երերալու անենք այն, ինչ որ Աստված է ասել։ Ճիշտ անենք։ Եվ այդ ժամանակ, որքան էլ որ վախենալու լինի, կարծես թե վտանգի մեջ ես, բայց իրականում, երբ որ հավատարիմ ես մնում Աստծուն, Աստված այդ ամեն ինչը շուռ է տալիս ի օգուտ քեզ։ Ուրեմն դժվարության ժամանակ պետք է հիշել, որ Աստծուն հավատարիմ պետք է մնալ, որպեսզի այդ դժվարության միջոցով ավելի հավատք ամրապնդվի եւ ուրիշներին էլ ճշմարտության լույսը բացվի։ Եվ կարդալով նաեւ Դանիել 3-րդ գլխի 1-12 համարը, որտեղ մենք այս մասին խոսել ենք, ուղղակի հիշենք Դանիելի 3 ընկերները, երբ որ ոսկե այդ արձանը սարքեց թագավորը եւ պահանջեց, այսինքն Նավուգոդոնոսորը,
եւ պահանջեց, որ ծնկի գան եւ երկրպագեն, բայց Դանիելի 3 ընկերներ չարեցին դա եւ դրանով իսկ փառավորեցին Աստծո անունը եւ մարդիկ հնարավորություն ունեցան տեսնել, որ միայն մեկ ճշմարիտ Աստված կա եւ հնարավորություն ունեցան ընտրելու այդ ճշմարիտ Աստծուն իրենց սրտի մեջ։ Մենք չգիտենք քանիսները արեցին եւ քանիսները ոչ, բայց ճշմարտությունը քարոզվեց եւ այդ պատաները լույս եղավ։ Այսինքն, երբ որ նրանք չկարողացան իրանց երկրում լինելով լույս լինել հեթանոսների համար, Աստված օգտագործելով այս տխուր դեպքը, որ իրանք ստիպված էին ապրել իրենց հայրենիքից հեռու օտարների մեջ, այս դեպքը օգտագործելով Աստված իր լույսը տարածեց հեթանոսության մեջ։ Եվ նաև 6-րդ գլխում երբ որ Դանիելը արդեն ծեր էր եւ Բաբելոնը արդեն գրավել էր Պարսկաստանի կողմից, եւ Պարսկաստանի թագավոր Դարեհը առաջին համարից կարդանք, ասма Դարեհին հաճելի թված, որ թագավորության վրա 120 սատրապներ կարգի ամբողջ թագավորության մեջ եւ նրանց վրա 3 վերակացու կարգեց, դրանցից մեկը Դանիելն էր, որոնց այդ սատրապները հաշվետու լինեն, որպեսզի թագավորին վնաս չլինի։ Այն ժամանակ այս Դանիելը վերակացուներից եւ սատրապներից ավելի անվանի դարձավ, որտեղ նրա մեջ գերազանց հոգի կար եւ թագավորը մտածում էր նրան ամբողջ թագավորության վրա կարգելու մասին։ Այսինքն Դանիելը առաջին իսկ օրից երբ հայտնվեց այդ օտար երկրում, հավատարիմ մնաց Աստծուն մինչև իր ծեր ժամանակը եւ միթե դրանից վատ բան եղավ նրան։ Ոչ, բացի լավից վատը չէր լինում։ Այսինքն հավատարմությունը Աստծուն ինչ է անում, գերազանց հոգի է դնում քո մեջ։ Եվ հնարավորություն է տալիս, որ դրանով դու ցույց տաս մարդկանց, որ Աստծուն հետևելը իրականում շահ է, այլ ոչ թե կորուստ։ Բայց ցավոք մյուս մարդիկ չէին ուզում, որ Դանիելը նստի, այսինքն իրանց ղեկավարը լինի, եւ սկսեցին պրպտել, որ գտնեն նրա, կարդանք 4-րդ համարը։ Այն ժամանակ վերակացուներն ու սատրապներն աշխատում էին Դանիելի դեմ կառավարման մեջ մի պատրվակ գտնելու, բայց ոչ մի պատճառ ու չարություն չկարողացան գտնել, որտեղ նա հավատարիմ էր եւ ոչ մի հանցանք ու չար բան չգտնվեց նրա վրա։ Այսինքն այն մարդը, ով իր վրա կրում է այն Աստծոանը, որ ստեղծել է երկինքն ու երկիրը, ամեն ինչի մեջ պետք է հավատարիմ լինի Աստծուն։ Դանիելը իր գործի մեջ այնքան ազնիվ էր, այնքան մաքուր էր իր գործանում, որ նրանք ոչ մի կեղծ չկարողացան գտնել, որպեսզի նրան վարկաբեկեն թագավորի առջև։ Եվ նրանք խորամանկության դիմեցին եւ համոզեցին Դարեհ թագավորին, որ օրենք անի, որպեսզի 30 օր ոչ ոք ոչ մեկին ոչինչ չխնդրի, բացի որ Դարեհ թագավորին։ Եվ իրենք գիտեին, որ Դանիելը հավատարիմ կմնա իր սովորություններին եւ շարունակի աղոթել Աստծուն, եւ ամբողջ այդ գլուխը, որ կարդանք 6-ը, մենք այսօր չենք կարող կարդալ։ Վերջին ինչ եղավ, վերջը նորից Աստծո լույսը փայլեց, որովհետեւ Դանիելը հավատարիմ մնաց, շարունակեց աղոթել եւ հետո իրանք այդ փաստը բերեցին թագավորի առջև, որ ինքը քո այդ օրենքը խախտում է, թագավորը իհարկե շատ տխրեց, որտեղ ինչպես հաջորդ
դրվագում կտեսնենք ինչպես արտաքսեր թագավորը անկավ թակարդի մեջ, այնպես էլ այստեղ դարե թագավորը անկավ թակարդի մեջ և տեսավ, որ իրականում այդ օրենքը ամբողջը հանել էին, որ Դանիելին վատություն անեն։ Բայց Աստված նորից պաշտպանեց Դանիելին և իր հեշտակրի միջոցով առյուծի գուբի մեջ նրան պաշտպանեց և նրանք չկարողացան կամ չուզեցին ուտել Դանիելին և դա մեծ ապացույց էր, մեծ լույս էր, որ հեթանոսները տեսան, որ իրականում ինչ է նշանակում երկրպագի ճշմարիտ Աստծուն, որ ճշմարիտ Աստված երբեք չի հիասթափեցնի մեզ, միայն թե մենք հավատարիմ լինենք իրար։ Այսինքն այս բոլոր դրվագների մեջով Աստծո անունը փառավորվեց և մարդիկ ճանաչեցին ճշմարիտ Աստծուն։ Եվ այն համարը, որ Աստված խոստացել է Եսայայի մեջ, որ լույս կդարձնի, այս միջոցով իրագործվեց։ Տեսնենք մի այլ դրվագ, մի այլ մարդու մասին Եսթեր գրքից, Մորդեքի մասին, որ նույնպես հրեա էր և իր միջոցով նույնպես Աստծո լույսը երևաց հեթանոսներին։ Տեսնենք ինչպես դա տեղի ունեցավ։ Ուրեմն մենք գիտենք, որ երբ որ Բաբելոնը անկում ապրեց և մարած Պարսից թագավորությունը դրա փոխարեն եկավ, մենք գիտենք, որ Պարսից թագավորը հրաման արձակեց, որ շատ հրեաներ, որ հրեաները կարող են գնալ և նորից Երուսաղեմը կառուցել, վերականգնել։ Ոչ բոլորը գնացին, ոմանք մնացին, շարունակեցին ապրել Պարսկաստանում, որոնցից մեկը Մորդքեն էր։ Եվ Մորդքեն ծառայում էր թագավորի պալատում և Շուշան, մայրաքաղաքը Շուշանն էր։ Այն օրերին, երբ Ասվերոս թագավորը նստած էր իր գահին, որ Շուշան մայրաքաղաքում էր, այս պատմությունը զարգանում է պարսկական կայսրությունում վերը նշված թագավորի օրոք։ Առաջին գլխում նկարագրվում է, թե ինչպես է Վաշթի թագուհին, որը Ասվերոս թագավորի կինն էր, չի հնազանդվում իր ամուսնուն և այդ պատճառով թագավորը որոշում է, որ պետք է փոխի, նոր կին գտնի, աքսորում է Վաշթին և հրաման է տալիս, որ իր համար նոր կին գտնի։ Եվ Մորդքեն, որ թագավորական պաշտոնյա է, իմանում ենք, որ ինքը ուներ, եկեք կարդանք Եսթեր 2-րդ գլխի 1-9, ուներ քույր, ոչ թե հարազատ քույր, այլ չգիտեմ, հոր քուրի կամ հորեղբայրի կամ քեռու աղջիկ էր, ով էր, բայց որբ էր այդ աղջիկը և ծնողները մահացել էին, ինքն էլ տարիքով բավական մեծ էր այդ աղջկանից և որոշեց, որ պիտի հայրություն անի և Եսթերին վերցրեց իր մոտ և մեծացրեց նրան։ Ուրեմն կարդանք այս մասին 2-րդ գլխում։ Այս բաներից հետո, երբ որ Ասվերոս թագավորի վարկությունը նստել էր, հիշեց Վաշթին, նրա արածը և նրա դեմ եղած վճիռը, թագավորի սպասավորող ծառաներին ասացին. թագավորի համար թող գեղեցկադեմ կույս աղջիկներ որոնեն, և թող թագավորն իր թագավորության բոլոր գավառներում
վերակացուներ դնի, որ բոլոր գեղեցկադեմ կույս աղջիկներին բերեն Շուշան մայրաքաղաքը, կանանց պալատը, թագավորի կանանց պահապան ներքինի Հեգեի ձեռքի տակ ժողովեն և նրանց մաքրության համար պետք եղած օծանելիքներ տան, և այն աղջիկը, որ թագավորի աչքին հաճելի կլինի, թող թագուհի դառնա Վաշթի տեղը։ Այս բանը հաճելի թվաց թագավորին, և նա այդպես արեց։ Շուշան մայրաքաղաքում մի հրեամարդ կար։ Նրա անունն էր Մուրդքե, որդին Հայերի, որդին Սեմիի, որդին Կիսի, Բենյամինի ցեղից։ Նա Երուսաղեմից գերի էր տարվել այն գերիների հետ, որ Հուդայի Հեքոնիա թագավորի հետ գերեվարվեցին, որոնց գերի տարավ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը։ Նա խնամում էր իր հորեղբոր աղջիկ Ադասային, այստեղ գրած է, որ հորեղբոր աղջիկն է, այսինքն Եսթերին, որտև նա հայր ու մայր չուներ։ Այդ աղջիկը գեղեցիկ էր արտաքինով և գեղեցիկ դեմքով, և երբ որ նրա հայրն ու մայրը մեռան, Մուրդքեն նրան աղջիկ դարձրեց իր համար։ Եվ երբ թագավորի հրամանն ու ռովարտակը լսվեցին, շատ աղջիկներ հավաքվեցին Շուշան մայրաքաղաքում Հեգեի ձեռքի տակ։ Եսթերն էլ տարվեց թագավորի պալատ, կանանց պահապան Հեգեի ձեռքի տակ։ Ուրեմն, երբ որ աղջիկը, երիտասարդ աղջիկը գեղեցիկ է, դա չի վրիպում ոչ մեկի աչքերից, և մյուս գեղեցիկ աղջիկների հետ մեկտեղ Եսթերն էլ վերցվեց պալատ, և այստեղ ասում է, որ աղջիկը հաճելի եղավ նրա աչքին, այսինքն Հեգեի աչքին, և շնորհ գտավ նրա առաջ, և նա շուտով նրան տվեց մաքրության համար պետք եղած օծանելիքները, նրա ռոճիկն ու այն 7 աղախիներին, որ նշանակել էին նրան տրվելու թագավորական պալատից, նրան և նրա աղախիներին փոխադրեց կանանց պալատի լավագույն տեղը։ Եսթերը չհայտնեց իր ազգը և իր ծագումը, որտեղ Մուրդքեն նրան պատվիրել էր, որ չհայտնի։ Ուրեմն, և հետո ասում է, Մուրդքեն ամեն օր ման էր գալիս կանանց պալատի գավթի առջև, որ իմանար Եսթերի առողջությունը և թե նրան ինչ է լինելու, այսինքն շատ մտահոգված էր և հոգ էր տանում Եսթերի մասին։ Ուրեմն, այստեղ մենք տեսնում ենք Աստծո ձեռքը, չնայած այս գրքի մեջ, ամբողջ Եսթեր գրքի մեջ Աստծո անունը երբեք չի հիշատակվում, բայց ամբողջ այս դեպքերի ընթացքում մենք տեսնում ենք Աստծո ձեռքը, որովհետև բոլոր աղջիկներն սիրուն էին, բայց չգիտես ինչի, Աստված այնպես արեց, որ Հեգին, այսինքն այդ մարդը, որ պատասխանատու էր այդ բոլոր աղջիկների համար, կանանց պահապանն էր Հեգին, Եսթերը Հեգեին դուր եկավ և նրան հատուկ իրավիճակի մեջ դրեց, այսինքն փորձեց անել ամեն ինչ, որպեսզի Եսթերը դառնա թագուհի։ Եվ դա Աստծուց էր։ Ինչու էր Աստված ուզում, որ Եսթերը դառնա թագուհի։ Հենց այնպես չէ։ Երբ որ Աստված ուզում է մեկին բարձրացնել, նպատակ ունի նրա համար։ Աստված բարձրացնում է մարդկանց ոչ թե նրա համար, որ իրենց բարձրացնեն, հպարտ լինեն և իրանք իրենց մեծացնեն, այլ նրա համար, որպեսզի իրանք այդ բարձր պաշտոնում Աստծո անունը փառավորեն, Աստծուն հավատարիմ լինելով։ Ուրեմն քիչ հետո կպարզենք, թե ինչու Աստված կամեցավ, որ Եսթերը դառնա թագուհի, որովհետև այդ ամբողջ աղջիկներից հենց Եսթերին թագավորը ընտրեց։ Եսթերը դուրը եկավ և ինքը Եսթերին ընտրեց, դա էլ էր Աստծուց, որ թագավորի դուրը հենց Եսթերը դուր եկավ։ Առակաց գրքում գրված է, որ և բարձրանալը և իջեցնելը Աստծուց է։ Աստված է բարձրացնում մեկին և մյուսին իջացնում։ Ուրեմն Եսթեր 2-րդ գլխի 10 համարում նոր կարդացինք, որ Մուրդքեն սովորացրել էր Եսթերին, որ չասի, որ ինքը ով է ծագումով,
Եվ 20 համարն էլ ասում է, եստերը չէր հայտնել իր ծագումն ու իր ազգը, ինչպես որ մուտքերն էր նրան պատվիրել, եստերը մուտքերի իր աման անում էր այնպես, ինչպես որ նրա մոտ խնամքի ժամանակ։ Այսքան շատ հարգում էր մուտքերին եւ վստահում էր։ Ինչն էր պատճառը, որ մուտքեն չէր ուզում, որ ասել։ Գիտեք, շատ մարդիկ, ովքեր ապրել են օտար երկրներում, գիտեք, լինում է, որ մարդիկ շատ նախապաշարված կարծիք են ունենում որոշ ազգերի հանդեպ։ Եվ երբեմն այդ ազգերը չեն ուզում ուղղակի ասել, որ իրենք այդ ազգից են, որտեղ գիտեն նախապաշարված են իրենց դեմ, այլ որպեսզի առանց իմանալու ուղղակի իրենց որպես մարդ նայեն, ոչ թե որպես ինչ-որ ազգի ներկայացուցիչ։ Եվ նաև, ինչպես Առակազգիքն է ասում, ամեն ինչ իր ժամանակում, ժամանակ կա թաքցնելու, թե ինչ է քո ազգությունը, ժամանակ կա, բայց ժամանակ է գալի, որ պիտի բացես քո ազգությունը։ Եվ երբեմն էլ իմաստ չունի, որ տեղյակ, բայց եթե իրենք չեն հետաքրքրվում, չեն հարցնում, թե դու ինչ ազգից ես, իմաստ չունի։ Բայց եթե հետաքրքրվում են, այդ սիրով պատասխանում ես, որ այո, ես այս ինչ ազգից եմ, օրինակ ասենք, թե խանութում էի գնում եւ մի կին ակցենտից զգաց, ասեց դու որտեղից ես օրիջինալի, այսինքն սկզբից, ասի Հայաստանից եմ, ասեց հա դրա համար ես, ասում այնքան դուրս գալիս այդ ակցենտը, որ խոսում ես, ասի հա, բայց միախառնված է նաև ռուսերեն ակցենտի հետ, մենակ հայերեն ակցենտը չի, ասեց հա, ես հետ էի ուզում հարցնել, որ արդյոք դու ռուս չես, բայց իհարկե տեսնում էր, որ դեմքս ռուսական չի, զարմանում էր, թե ոնց է դեմքը ուրիշ է, բայց ակցենտը ռուսական է, եւ որովհետեւ այստեղ որտեղ ապրում եմ, իրանց մոտ շատ ռուսներ կան եւ շատ ուկրաինացիներ, ես հանգիստ պատասխանեցի, որ այո, ես հայ եմ, բայց ռուսական կրթություն եմ ստացել եւ այլն, դրա համար այն ժամանակ սովետի ժամանակով այդպես էր, բոլոր ռուսերեն գիտեի, այսինքն երբ որ դեպքը գալիս է, իմաստ չկա թաքցնելու, թե դու ինչ ազգից, եւ բայց տվյալ դեպքում իմաստ չկար, այսինքն իմաստը որն է գնաց բոլորին հայտարարեց, գիտես ես հայ եմ, կամ չգիտեմ ինչ, նո, ամեն ինչ իր ժամանակին է լինում, իր տեղում, եւ նույնիսկ մի անգամ մի հատ օտար կնոջ հետ էի խոսում, որ իր արմատներով Եվրոպայից էր, եւ էլի ապրում էի այնպիսի վայրում, որ հայ չկային, մի հատ ատանաբուժ հայ կար, մեկ էլ բժիշկն էր հայ, իրանահայ էր, ուրիշ հայ չկար, եւ այդ կնոջ հետ երբ որ խոսում էինք, ասեց դու ինչ ազգից ես, որտեղ էլի ակցենտը, ասում էր, ասի ես հայ եմ, ասի ճանաչում ես հայերին, գիտես ովքեր են, ասեց գիտես ես ռեստորանում էի աշխատում, հետո այդ ռեստորանը մի հայ գնեց եւ շատ վատություն մեզ արեց, ասում բոլորիս ազատեց գործից, զրկեց, ասեց եւ իր մարդկանց վերեց, բայց հետո իհարկե հաջողություն չի ունեցել այդ մարդը եւ շուտով փակվել այդ ռեստորանը, որտեղ ուրիշների դժբախտության վրա չես կարող երջանկություն կառուցել։ Ես ներողություն խնդրեցի այդ աղջկանից, ասի ցավում եմ, որ այդ ձևով ես ճանաչում հայերին, բայց ասի հայերի մեջ շատ լավ մարդիկ կան։ Ուզում եմ ասեմ, շատ տարբեր պատճառներ կարա լինել, որ մարդը չասի, թե ինքը ազգությամբ ով է, բայց երբ որ ժամանակը գալիս է, մենք հետագայում կտեսնենք, որ երբ որ ժամանակ եկավ, նրանք արդեն չթաքցրեցին, որ իրենք որ ազգից են։ Ուրեմն հետո ուրիշ դեպք տեղ ունեցավ, կարդամ 3-րդ գլուխը եստերի,
առաջին համարից։ Ասում է, այս բաներից հետո Ասվերոս թագավորը մեծարեց Ագագացի Համադաթայի որդի Համանին եւ բարձրացրեց նրան եւ նրա աթոռն իր հետ եղող բոլոր իշխաններից վեր դրեց։ Թագավորի բոլոր ծառաները, որ թագավորի դռանն էին, խոնարհվում ու երկրպագում էին Hamanին, որտեղ թագավորն այդպես էր պատվիրել նրա մասին, բայց Մորդկեն նրա առաջ խոնարհվեց եւ երկրպագեց նրան։ Ուրեմն այս Ամանը Ագագի ցեղից էր։ Ագագը հիշում եք մի թագավոր էր, որ շատ հրեաների սպանեց եւ Մորդկեն կարող էր դա էլ պատճառ դնել, որ Մորդկեն չէր ուզում նրան երկրպագել, բայց հիմնական պատճառը, ինչի չէր ուզում երկրպագել Մորդկեն, նույն պատճառն է, ինչի համար որ չուզեցան այդ ոսկե արձանին երկրպագել Դանիելի 3 ընկերները, որտեղ Աստված առաջին օրենքում ինչ է ասում, առաջին պատվիրանում իր օրենքի, ասում է երկրպագեք միայն ինձ, որտեղ ես եմ ճշմարիտ Աստված։ Ուրիշներին երկրպագելու մեջ իմաստ չկա։ Ոչ կարող են ձեզ օգնել, ոչ էլ կարող են ձեզ սատարնել, ոչ մի բան, բացի վատությունից, այդ սուտ հեթանոս ասվածներ ոչ մի բան չեն կարող ձեզ անել։ Որտեղ դատարկաբան, այսինքն չկա նման աստվածություններ չկա։ Միակ ճշմարիտ Աստված կա, որ ստեղծել է ամեն ինչ այս աշխարհում։ Եվ երկրպագելով դատարկությունը իրականում այդ ամեն ինչի հետևում կանած է սատանան, որտեղ այնպիսի սովորություններ կա հեթանոսության մեջ, որ իրոք սատանայական սովորություններ է։ Եվ ինչպես օրինակ մի անգամ էլ ենք ասենք, որ երեխաներին այսպես իրանց արձանները այսպես են եւ երեխաներին իրանց դնում էին դրա վրա եւ ողջակից էին մատուցում։ Ողջ այրում էին այդ չաստվածի համար։ Եվ Աստված է մեզ ստեղծել եւ ուզում է, որ մենք երջանիկ լինենք եւ միայն նրան երկրպագելով ու նրան լսելով մենք կարող ենք երջանիկ լինել։ Ինքը գիտեր ինչ օրենքներ մեզ տա, որպեսզի մենք երջանիկ լինենք։ Եվ ուրեմն Մորդկեն որոշում է հավատարիմ մնալ Աստծուն, ինչպես որ Դանիելի 3 ընկերները, եւ չի խոնարհվում եւ չի երկրպագում նրան։ Եվ թագավորի դռանը եղող թագավորի ծառաներն ասացին Մորդկեին. դու ինչու ես անտեսում թագավորի պատվերը։ Եվ երբ նրանք ամեն օր ասում էին նրան, ուստա չէր լսում նրանց, այն ժամանակ Hamanին ասացին, որ տեսնեն, թե Մորդկեի խոսքերը կհաստատվեն, որտեղ նա նրանց ասել է, թե հրեա է։ Այսինքն բացատրել է, որ գիտեք, ես հրեա եմ եւ ճշմարիտ Աստծուն եմ պաշտում եւ այդ Աստված եւ ես երկրպագության արժանի եմ միայն այդ ճշմարիտ Աստված, ուրիշ ոչ ոք, ոչ մի մարդ այս երկրի վրա, կամ ոչ մի չաստված։ Եվ տեսնենք ինչ եղավ դրանից հետո։ Երբ Համանը տեսավ, որ Մորդկեն չի խոնարհվում ու երկրպագում իրեն, այն ժամանակ Համանը շատ բարկացավ։ Նվաստ մի բան թվաց նրան, որ միայն Մորդկեի դեմ ձեռք բարձրացներ, բայց որտեղ նրան ասել էին Մորդկեի ազգը, ուստի Համանը խորհեց վերացնել Մորդկեի ազգը բոլոր հրեաներին, որ կային Ասվերոսի ամբողջ թագավորության մեջ։ Առաջին ամսին, այսինքն Նիսան ամսին, Ասվերոս թագավորի 12-րդ տարում խուր, այսինքն վիճակ գցեցին Համանի առջև 87 ամսի ամիս, մինչև 12-րդ ամիս, այսինքն Ադար ամիսը, եւ ասում է Haman ասաց Ասվերոս թագավորին. մի ազգ կա ծրված եւ տարածված ազգերի մեջ քո թագավորության բոլոր գավառներում եւ նրանց օրենքը բոլոր ժողովուրդներից տարբեր է, թագավորի օրենքն էլ չեն կատարում եւ նրանց թույլ տալը թագավորին նպաստավոր չէ։ Եթե թագավորին հաճելի է, թող հրաման գրվի, որ նրանց ոչնչացնեն, 10,000 տաղանդ արծաթ կշռած կտամ գործակատարների ձեռքով, որ տանեն արքունի գանձարանը։
Թագավորն իր ձեռքից հանեց մատանին և այն հանձնեց հրեաների թշնամի Ագագացի Ամադաթայի որդի Համանին։ Թագավորն ասաց Hamanին, քեզ են տրվում արծաթը և ժողովուրդն որ անես ինչ որ հաճելի է քեզ։ Այսինքն արծաթը կարծես թե կուրացնում է մարդկանց։ Թագավորը փոխարեն ստուգելու այս մարդու ասածը, իրոք ճիշտ է ասում թե չէ, այսինքն հետաքննություն անցկացնելու, իրոք որ այդ ազգը չի կատարում իր թագավորության օրենքները, եթե հետաքննություն աներ, կպարզեր, որ դա սուտ է։ Եվ ինքը առանց հետաքննություն անելու ասես լավ, ինչ ուզում ես արա։ Եվ ասում է, որ բոլոր ամբողջ այդ երկրով մեկ տարածվեց այդ լուրը։ Այսինքն, երբ որ մարդ որոշում է, որ Աստծուն հավատարիմ լինի, երբեմն, ոչ թե երբեմն, այլ հաճախ պրոբլեմներ են առաջանում։ Եվ նույնիսկ այնպիսի պրոբլեմներ, որ կարող է քո կյանքին վտանգ սպառնալ, ինչպես Դանիելի 3 ընկերները, ինչպես հիմա Մորդկեն, բայց այդ ամեն ինչը լինում է, որպեսզի Տիրոջ անունը փառավորվի։ Աստծո նպատակը չէ, որ ոչնչացնի մեզ, այլ հակառակ, Աստծո նպատակն է, որ իր անունը բարձրացվի այդ բոլոր իրադարձությունների միջոցով եւ որ մարդիկ իմանան, թե ով է իրական Աստված։ Եվ Ellen White Advent Review and Sabbath Herald 1884 թվականի մայիսի 13-ին լույս տեսած գրում է այդտեղ, որ Դանիելից եւ նրա ընկերներից, ինչպես նաեւ Մուրդկեից պայծառ լույս շողաց Բաբելոնի թագավորական պալատում տիրող բարոյական խավարի մեջ։ Այսինքն իր վարքով Մուրդկեն վկայեց ճշմարիտ Աստծո մասին։ Եվ տեսնենք ինչ արեց Մուրդկեն եւ հրեաները լսելով այս որոշման մասին։ Երբ Մուրդկեն իմացավ, կարդանք 4 գլխի, Եսթեր 4 գլխի առաջին համարից, երբ Մուրդկեն իմացավ այս բոլոր եղածները, պատրեց իր հանդերձները, քուր ցակավ ու մոխիր ցանեց իր վրա եւ գնաց քաղաքի կենտրոնը եւ բարձրաձայն ու դառնորեն լաց եղավ։ Եվ եկավ մինչև թագավորի դռան մուտքը, որտեղ իրավունք չկար քուր ցակած մտնել թագավորի դռնով, բոլոր գավառներում ամենտեղ, ուր որ հասնում էր թագավորի խոսքն ու հրամանը, հրեաները մեծ սուք էին անում եւ ծոմ էին պահում, լաց ու կոց էին անում, շատերը պառկում էին քուրձով եւ մոխրի վրա։ Այս նույն բանը գրված է Նինևիայի բնակիչների համար, որ երբ որ նրանք իմացան, որ իրենց անօրությունների համար Աստված որոշել է իրենց բնաջնջել, նրանք ապաշխարեցին, քուրձի մեջ պառկեցին։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Մուրդկեն եւ հրեազգը չեն սկսում բողոքել Աստծո դեմ։ Օ, մենք քեզ հավատարիմ ենք, իսկ դու ես ինչ է բերում մեր գլխին, ինչի դու մեզ չես պաշտպանում։ Չէ, իրանք լավ գիտեին, որ իրենց պաշտպանը Աստված է, այլ ոչ թե բողոքը, որ մենք պատրաստ ենք առաջին իսկ դժվարության ժամանակ բողոքել։ Բողոքը ոչինչով չի օգնում, այլ միայն վատթարացնում է վիճակը, մի անգամ եւս կրկնենք, բայց պետք է դիմել պրակտիկ քայլերի։ Առաջին ինչ արեցին, ապաշխարեցին Աստծո առաջ։ Այսինքն քուրձ եւ մոխրի վրա արան եւ խնդրեցին Աստծուն, որ միայն դու կարող ես այս վիճակում մեզ օգնել։ Մենք անօգնական վիճակում ենք, կարծես թե երկ չկա։ Եսթերյա աղախիները եւ ներքինները եկան պատմեցին նրան։ Թագուհին խիստ տրտմեց եւ հանդերձներ ուղարկեց Մուրդկեին հագցնելու եւ նրա քուրձը նրա վրայից հանելու համար, բայց նա չընդունեց։ Այսինքն ինքը թագուհի է
և իր հորոխոր տղան այսպես իրան պահում։ Եստերը կանչեց Հաթաքին, որ թագավորի ներքիններից էր, որին թագավորը նրան էր տվել իրեն ծառայելու համար, և նրան հրամայեց, որ գնա Մորդեքի մոտ և իմանա, թե ինչ է լինելու և սա ինչի համար է։ Այսինքն երևում է, որ Եստերը ամենևին տեղյակ չէր, թե ինչ օրենք էր դուրս եկել։ Եվ Հաթաքը գնաց Մորդեքի մոտ քաղաքի հրապարակը, որ թագավորի դռան դիմաց էր։ Մորդեքին նրան պատմեց ամեն ինչ, որ պատահել էր իր հետ, և այն որոշ գումար արծաթի մասին, որ Hamanն ասել էր, թե կշռով պիտի տար թագավորի գանձարանին հրեաներին ոչնչացնելու համար, և այն հրովարտակի պատճենը, որ Շուշանում տրվել էր նրանց ոչնչացնելու համար, նրան տվեց, որ Եստերին ցույց տա, և նրան հաղորդի ու նրան պատվիրի, որ թագավորի մոտ գնա և նրան աղաչի ու նրա առաջ աղերսի իր ազգի համար։ Հաթաքը գնաց և Մորդեքի խոսքերը պատմեց Եստերին։ Եվ Եստերը նույն մարդու միջոցով Մորդեքին խոսք ուղարկեց, ասեց դու լավ գիտես, որ թագավորի բոլոր ծառաների և թագավորի գավառների ժողովուրդը գիտեն, որ ամեն տղամարդու կամ կնոջ, ով չկանչված մտնի թագավորի մոտ, կապ չունի թագուհի է թե ինչ է, ներքին գավիթը մեկ օրենք կա, կսպանեն, բացի նրանից, որին թագավորը կմեկնի իր ոսկե գավազանը նա կապրի։ Այսինքն 50-50-ի վրա, երբ որ պիտի գնա իր թագավորի առջև, եթե նա չի կանչել քեզ, կամ ինքը կողորմի, կասի լավ, այ տեսնեմ ինչ ես ասում, կամ էլ կասի ով այս մարդը, որ համարձակվել է առանց ինձ կանչելու, երևա տարեք սպանեք այդ մարդը։ Եստերը ասում է, որ դու հասկանում ես ինչ ես ինձ խնդրում։ Ասում է, ես 30 օր չեմ կանչվել, որ թագավորի մոտ գնամ։ Եվ չգիտել երբ կկանչվի, որ ասենք թե նստի սպասի, որ թագավորը իրան կանչի ժամանակ ասի իր խնդիրը։ Ասում է Մորդեքին պատմեցին Եստերի խոսքերը, Մորդեքին պատասխան ուղարկեց Եստերին ասելով. մի կարծիր, թե թագավորի տանը դուք ազատվես բոլոր հրեաներից։ Իսկ բոլոր հրեաների միջից միայն դուք ազատվես, ինչավոր որ թագավորի տան ես եւ թագուհես։ Եթե դու այս միջոցին լռես, մի ուրիշ տեղից հրեաների համար ազատություն եւ փրկություն կգա, բայց դու եւ քո հորտունը կկորչեք։ Եվ ով գիտե, գուցե մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհության հասել։ Այսինքն արդեն այս դրվագից պարզ է, թե ինչի Աստված ամեն ձևով նպաստեց, որ Եստերը դառնա թագուհի։ Եվ այդ դեպքից հետո Եստերը մտածում է եւ որոշում է, որ ռիսկի կդիմի։ Բայց հետևյալ համարները ցույց են տալի իր հավատքը, այսինքն իր հույսը ոչ թե իր վրա էր, այլ Աստծո վրա էր։ Ինքը խնդրում է Մորդեքին, ասում է օքեյ, ես կգնամ թագավորի մոտ, բայց խնդրում եմ մինչ այդ գիտեր, որ իր գեղեցկությունը կախարդական չի, այդքան ինքնագոհ չէ, որ ասել, ես գնամ, իհարկե, չնայած գիտեր, որ թագավորը իրան շատ է սիրում, բայց երբեք հույսը չէր դնում իր վրա, որ թագավորը ինձ սիրում է, ուրեմն հաստատ ինձ կողորմա։ Ինքը իր հույսը դնում էր Աստծո վրա եւ դրա համար խնդրեց Մորդեքին, ասեց. գնա ժողովիր Շուշանում գտնվող բոլոր հրեաներին եւ ծոմ պահեք ինձ համար։ 3 օր գիշեր եւ ցերեկ ոչ կերեք եւ ոչ էլ խմեք։ Ես էլ իմ աղախիների հետ այդպես ծոմ եմ պահելու եւ այնուհետեւ թագավորի մոտ եմ գնալու, թեև օրենք չէ, եւ եթե մեռնելու եմ, թող մեռնեմ։ Մորդեքին այս տեղեկությունը ուղարկեց Շուշանի ողջ հրեական համայնքին,
Եվ մինչ նրանք ծոմ էին պահում եւ աղոթում, Եստերը պատրաստվում էր թագավորի մոտ մտնելուն։ Եվ Եստեր 5-րդ գլխի 1-2 համարներ ասում է. երրորդ օրը Եստերը հագնվեց թագուհու ձևով եւ կանեց թագավորի տան ներքին գավթում թագավորի պալատի դիմաց, թագավորը նստել էր իր արքայական աթոռի վրա, թագավորի պալատում պալատի դռան դիմաց։ Երբ թագավորը տեսավ գավթում կանած Եստեր թագուհուն, նա շնորհ գտավ նրա աչքի առաջ եւ թագավորն իր ձեռքի ոսկե գավազանը դեպի Եստերը մեկնեց։ Եստերը մոտեցավ եւ դիպավ գավազանի ծայրին։ Հրեաները այնպիսի իրավիճակում էին, որ նրանց աղոթքը անպայման ուղեկցվում էր ծոմապահությամբ։ Ճիշտ է, նրանք աղոթում էին իրենց համար, իրենց կարիքի համար, սակայն այս իրավիճակում կարևորն այն միտքն է, որ նրանք աղոթում էին։ Ինչ դաս կարող ենք քաղել սրանից, որ երբ որ դժվարության եւ վտանգի առաջ ենք կանգնում, մեր էներգիան իզուր տեղը չծախսենք բողոքելով եւ մտահոգվելով, այլ գործնական քայլերի դիմենք, իմանալով, որ մեր օգնությունը կարող է լինել միայն Աստծուց։ Եվ գործնական քայլերն էլ դա է, որ առաջինը ապաշխարենք եւ Աստծուց խնդրենք խորհուրդ եւ օգնություն, այլ ոչ թե մեր ժամանակը եւ էներգիան ծախսենք մտահոգվելու կամ բողոքելու վրա։ Տեսնենք վերջը ինչ եղավ այս ամեն ինչի։ Երբ որ կարդաք այս պատմության շարունակությունը, քանի որ ժամանակ չունենք, որ այդքանը կարդանք, մենք ուրեմն թագավորը այնպես պատահեց, այսինքն Եստերը ասեց, որ այս մարդը Ամանը ուզում է ոչնչացնել ինձ եւ իմ ազգին, եւ թագավորը ջղայնացավ, եւ հետո այնպիսի դեպքեր տեղ ունեցան, որ Ամանը գնաց եւ ինքնասպան եղավ, կախվեց իր տան մեջ, այսինքն այն պարանը, որ պատրաստել էր, որ պիտի մուտքին կախեր, ինքը կախվեց այդ պարանի վրա, որովհետև Աստված խառնվեց եւ մի գիշեր Ասվերոսի քունը վերցրեց եւ Ասվերոսը խնդրեց, որ պատմական գիրքը բերեն եւ այնտեղ տեսավ, որ իր վրա մահափորձ են ուզեցել կատարել եւ դրա մասին իմացել է Մորդկեն, որտեղ Մորդկեն թագավորի պալատում էր աշխատում եւ տեղեկացնելով այդ մասին թագավորի պահապաններին փրկել էր իր կյանքը։ Եվ առավոտը կանչելով Ամանին ասեց, ես ինչպես պատվեմ այս մարդուն, Աման էլ չիմանալով, որ Մորդկեի մասին է խոսքը, ասեց, կարծում էր իր մասին է խոսքը, ասեց, քեզանից հետո առաջին մարդը սարքի եւ այնպես արա, որ բոլորը պատվեն նրան, կարծելով, թե խոսքը իր մասն է։ Եվ երբ որ թագավորը ասեց, ուրեմն այդպես արա Մորդկեին, եւ Ամանը իմանալով, որ իր ծրագիրը խափանվեց, իհարկե կատարեց թագավորի Ամանը, հետո գնաց կախվեց այն նույն պարանի վրա, որը պատրաստել էր Մորդկեի համար։ Ուրեմն երբ որ մենք հավատարիմ ենք լինում Աստծուն, անկախ ամեն ինչից, այն որոգայթը, որ լարել են մեր համար, հենց մեր թշնամին են գնում այդ որոգայթի մեջ։ Երբ որ մենք Աստծուն ենք մեզ ասպարսարկում, մեզ օգնական եւ խորհրդատու, ճշմարիտ Աստծուն։ Եվ դրանից հետո նորից ստիպված էր Եստերը մտնել թագավորի մոտ եւ որովհետեւ այո, վտանգը հեռացել էր, այսինքն Ամանի մահանալով վտանգը չվերացավ, որտեղ օրենքը դեռ կար, որ 11 ամիս հետո պետք է ոչնչացնեն բոլոր հրեաներին, սպանեն եւ իրենց ունեցվածքը
բռնազավթ է։ Եվ ինչ անել է դեպքում, որովհետև ըստ Պարսկաստանի օրենքի չէր կարող փոխվել։ Ինչ օրենք, որ թագավորը հաներ ստորագրեր, այդ օրենքը չէր կարող չեղարկվել։ Եվ Մուրքեն մտածեց մի այլ ձև, խնդրեց թագավորին, որ այլընտրական օրենք անեն, այսինքն, եթե ինչ-որ մեկը համարձակվի այդ օրը հարձակվել հրեաների վրա, հրեաներին իրավունք տրվի պաշտպանվելու։ Այսինքն, որ հրեաները պատրաստվեն, որպեսզի պաշտպանվեն։ Եվ թագավորը այդ հրամանը ստորագրեց, այսինքն վտանգը չէր հեռացել, բայց հույսի նշույլ էր հայտնվել։ Եվ այդ օրը, երբ որ եկավ, որ պիտի հրեաներին ոչնչացնեն, կարդանք 9 գլխի, Եսթեր 9 գլխի 1-ից 12 համարները։ 12-րդ ամսի, այսինքն Ադար ամսի 13-րդ օրը, երբ որ հասավ թագավորի խոսքն ու հրամանը, որ կատարվեր, այդ օրը հրեաների թշնամիները հույս ունեին նրանց վրա տիրելու, հակառակը պատահեց։ Հրեաներն իրենք տիրեցին իրենց ատողների վրա։ Այսինքն Աստված հաղթանակ տվեց նրանց, ինչու, որտեղ տվյալ դեպքում իրենք անմեղ էին։ Անմեղները իրանց ուզում էին ոչնչացնել։ Դրա համար Աստված իրենց պաշտպանեց, եւ իրանց հույսը Աստված էր։ Ասվերոս թագավորի, այսինքն եթե իրանք իրանց հույս իրական իրաց վրա դնեին, թեկուզ զենքեր էլ ունեին, իրանց ուժի վրա դնեին, նորից կձախողեին, բայց իրանց միակ հույսը Աստված էր եւ Աստված իրենց հաջողություն տվեց։ Ասվերոս թագավորի բոլոր գավառներում հրեաները հավաքվեցին իրենց քաղաքներում, որ ձեռք բարձրացնեն իրենց չարիքը ցանկացողների վրա, եւ նրանց դեմ ոչ ոք չէր դիմանում, որովհետեւ նրանց վախն ընկել էր բոլոր ազգերի վրա, այսինքն Աստված էր դա արել։ Բոլոր գավառապետները, ուսակալները, իշխաններն ու թագավորի գործակալներն օգնում էին հրեաներին, որտեղ Մուրքեի վախն ընկել էր նրանց վրա։ Այսինքն տեսեք, նույնիսկ կողքից օգնություն էր պետական անձանց կողմից կամ թագավորական անձանց կողմից։ Որտեղ Մուրքեն մեծ էր թագավորի պալատում եւ նրա համբավը տարածվել էր բոլոր գավառներում, քանի որ այդ Մուրքեն գնալով հզորացավ։ Այսինքն 11 ամիս էր արդեն անցել, որ Մուրքեն դարել էր թագավորի երկրորդ մարդը, եւ ինչպես Հովսեփը, ինչպես Դանիելը, ինքը հաջողություն գտավ այդ ասպարեզում, որտեղ հավատարիմ էր Աստծուն ամեն հարցում։ Եվ Մուրքեի հաջողությունն էլ էլի Աստծուց էր։ Հրեաները ջարդվին իրենց բոլոր թշնամիներին սրով կոտորելով, սպանելով եւ ոչնչացնելով եւ իրենց ատողներին իրենց ուզածի պես արեցին։ Հրեաները Շուշան մայրաքաղաքում 500 մարդ սպանեցին, ոչնչացրին։ Այսինքն անտեղի անմեղ մարդկանց ձեռք չտվեցին, այլ բոլոր նրանց, ովքեր իմանալով հանդերձ, որ սրանք անմեղ մարդիկ են, այսինքն ինչքան էլ որ օրենք լինի այդ երկրում, եթե քեզ գան ասենք, գիտես, այս մարդիկ Աստված թույլ ա տվել, որ այս մարդկանց սպանեն, իրանց ունեցվածքը վերցնես քեզ։ Եվ եթե դու ստոր մարդ ես, այսինքն այդ մարդը կարելի է քո հարևանն է, եւ դու գիտես, որ այդ մարդը լավ մարդ է, ոչ վատություն արել, իր համար ապրում է։ Բայց ընչաքաղցությունից, ագահությունից ելնելով, որոշեց, որ այդ անմեղ մարդուն պիտի սպանես եւ իր ունեցվածքը վերցնես քեզ։ Նման տիպի մարդիկ, ուզում եմ ասեմ, ինչքան էլ օրենք անեն, մարդը պիտի իր գլուխը եւ խիղճը աշխատացնի եւ մի քիչ մտածի, արդյոք դա արդար օրենք է, արդյոք պետք է այդ օրենքին հետևել, թե ոչ։ Օրինակ բերեմ, այսօր Կալիֆոռնիայում օրենք են հանել, այսօր չէ, Կալիֆոռնիայում օրենք են հանել վերջերս, որ եթե մի մարդ մտնում է խանութ եւ մինչև $1000 գումարի
ապրանք է վերցնում, բայց չի ուզում վճարել, ուղղակի թողեք թող գնան այդ ապրանքի հետ միասին։ Եվ ցավում եմ, որ շատ հայեր օգտվում են այդ օրենքից։ Գիտեք, այսինքն պետություն ուղիղ իմաստով մարդկանց գող է սարքում։ Աստված ասում է մի գողացիր, պետությունը ասում է գողացի, օքեյ է։ Այսքան ինչ որ չի պատկանում քեզ, գնա վերցրա, ես օքեյ տալիս եմ։ Աստվածաշունչը ինչ է ասում, եթե պետության օրենքը չի համընկնում Աստծո օրենքի հետ, մի հնազանդվեք այդ օրենքին։ Եվ քանի որ ես թարգմանիչ եմ, անգլերենից հայերեն եմ թարգմանել, հայերենից անգլերեն, շատ անգամ լինում է, որ խանութից չասեմ, որ խանութը զանգում են եւ հայերը այդպես ապրանքը վերցրել են եւ ուզեցել են դուրս գալ եւ նրանց պահել են, այսինքն բռնել են։ Եվ հիմա ասում են, բերեն ասում են մենք ձեզ չենք թողնում, չէ՞ բացատրություն չտաք, ինչու եք այսպես անում։ Եվ ես շատ ամաչում եմ դրա համար, որովհետև հասկացեք, ինչ օրենք էլ որ հանեն, մի հատ նայեք ձեր խղճին, ձեր վարքին, ձեր պատիվը բարձր պահեք։ Ինչքան էլ որ պետական օրենք լինի, դա գողություն է։ Դա ճիշտ չէ։ Ուրիշ բան, որ մի աղքատ մտնում է եւ Տերը տեսնում է, որ այս մարդը աղքատ է։ Եվ ինքը վերցնի տա ուրիշ բան։ Բայց նույնիսկ աղքատին էլ են գողության սովորացնում։ Եթե նույնիսկ աղքատ ես, դա էլ չի արդարացնում։ Եթե աղքատը հավատք ունենա եւ հավատքով ապրի, Աստված իրան սոված չի թողնի։ Աստվածը շուտ գրած ասում է. ես չտեսա մի մարդու, որ Աստծուն վստահում է, հավատում է, եւ չտեսա, որ այդպիսի մարդը մի օր հաց մուրա կամ վատ վիճակում լինի։ Կարող է նեղության օրեր լինել, բայց միայն փորձության համար այդքան բան։ Այդ հավատարիմ մնալով, բայց էլի Աստված օգնում է զանազան միջոցներով։ Այսինքն մենք մեր խնդիրն է միայն հավատարիմ լինել Աստծուն, ինչպես հնազանդվելով իր օրենքներին։ Ասում է գողություն մի արա։ Եվ ես ինչ վիճակում է լինեմ, գողություն չեմ անի, ուրիշ ձևով Աստված այդ օգնությունն ինձ անպայման կբերի։ Ուրեմն այստեղ էլ չնայած որ թագավորը նման օրենք է դուրս եկել, որ այս մարդկանց սպանեք իր ունեցվածքը վերցրեք։ Եթե մարդ մի քիչ մարդկություն ունենա, խիղճ կունենա, ասի ինչի։ Ինչ պիտի ես գնամ այս անմեղ մարդուն այդպես անեմ։ Բայց արի ու տես, որ գտնվեցին մարդիկ, որ ուզում էին անել, բայց իրանց արժանավուն պատասխանը ստացան։ Եվ հետաքրքիր ովքեր են այդ մարդիկ, ասում է, այստեղ նշում է ովքեր էին այդ մարդիկ։ Նաև ուրեմն այդ 500 մարդկանց մեջ ով էր, ովքեր հարձակվել էին հրեաների վրա։ Հրեաները սպանում էին միայն նրանց, ովքեր հարձակվել էին իրանց վրա, ոչ թե ուրիշ մարդկանց։ Ուրեմն այդ 500 մարդկանց մեջ նաև ասում է Փարսադանթային, Դաղփոնին, Ասփաթային, Փորաթային, Ադալիային, այսինքն այս մարդկանց սպանեցին, Արիդադային սպանեցին, Փարմաստային, Արիսային, Արիդային եւ Բայեզաթային, հրեաների թշնամի Ամադաթայի որդի Համանի 10 որդիներին սպանեցին, բայց ավարին ձեռք չերկարացրեցին։ Այսինքն փաստորեն պարզվում է, որ Աման ուներ 10 որդիներ եւ այս որդիները երևի ուզում էին իրենց հորվերեժը լուծել, բայց հայրը հրեաների պատճառով չէր, որ մահացել էր, ինքնասպանել եղել, այլ իրա փառամոլության եւ իր չարության պատճառով էր։ Եվ նորից եկան եւ ուզեցան իր որդիները շարունակեն իրանց հոր գործը իբրթե ավարտի հասցնեն, բայց սպանվեցին։ Աստված չթողեց, որ նրանք նեղացնեն անմեղ մարդկանց։ Բայց ասում է հրեաները ավարին ձեռք չերկարացրեցին։ Այսինքն սա ընդհանրապես ինքնապաշտպանություն էր։ Չնայած հրեաները գիտեին, որ
օրենքը այսպես էր ասում, որ իրանց կսպանեք եւ կարող եք իրանց ունեցվածքը վերցնել, բայց հрьяաները իրենց ունեցվածքին ձեռք չգցեցին, որովհետև իրականում նպատակը մեկն էր, որ իրանց կյանքը պաշտպանեին, այդքան բան։ Այն օրը Շուշան մայրաքաղաքում սպանվածների թիվը բերեցին թագավորին։ Թագավորն ասաց, ես թերթագում Շուշան մայրաքաղաքում հрьяաները սպանել եւ ոչնչացրել են 500 մարդու եւ Համանի 10 որդիներին, իսկ թագավորի մյուս գավառներում ինչեր են արել, դարձյալ ինչ է քո խնդրանքը, պիտի դրվի քեզ եւ դեռ ինչ է քո ուզածը պիտի կատարվի։ Ուրեմն այս ինչ դաս ենք մենք սովորում այս ամենից, ինչ որ կարդացինք։ Դասը այն է, որ մենք պետք է անկախ ամեն ինչից հավատարիմ լինենք Աստծուն։ Նույնիսկ երբ որ այդ հավատարմությունը կարծես թե շուռ է գալիս մեր դեմ, բայց երբ որ մենք մինչև վերջ մեր հույսը դնում ենք եւ վստահում ենք Աստծուն, դրա վերջը լինում է շատ լավ, այսինքն Աստծո անունն է փառավորվում եւ այս պատմությանից հետո ինչ է գրված, որ շատերը ասում են դարան հրեա, այսինքն հրեա ինչ իմաստով, իրենց սրտի մեջ ընդունեցին ճշմարիտ հավատքը, հասկացան, որ միակ ճշմարիտ Աստվածը դա Տերն է, Եհովան։ Եվ մյուս դասը, որ մենք խաղում ենք այստեղից, որ ամեն ինչում վստահենք Աստծուն, առաջինը փնտրենք Աստծո երեսը, ամեն դժվարության մեջ, ոչ թե մեր օրը սկսենք բողոքից եւ վայնասունից, բա ես ինչ եղավ, բա մենք վստահում էինք Աստծուն, բա մենք իբր թե Աստծո ժողովուրդն էինք, բա ինչի սենց եղավ, ոչ, առաջինը ծնկի գալուց եւ ներողություն խնդրելուց Աստծուն բոլոր մեղքերի համար, ինչպես արեցին հрьяաները, եւ հետո օգնություն խնդրելու Աստծուց։ Թող սա մեր մեջ շատ տպվի, որպեսզի մենք հիշենք եւ ամեն անգամ դժվարության ժամանակ մեր էներգիան չծախսենք եւ մեր ժամանակը չծախսենք բողոքների եւ մտահոգությունների վրա, այլ պրակտիկ քայլերի վրա։ Մեր հավատքը պրակտիկայում ցույց տանք, իրականության մեջ, որ մենք իրոք վստահում ենք Աստծուն։ Ուրեմն սա հիանալի օրինակ է, թե ինչպես Տերը կարողացավ գործել կորչող հոգիներին իր մասին տեղեկացնելու համար։ Եվ այս վատ դեպքը, երբ որ հрьяաները գնացին օտար երկիր, իրենց երկրից, Աստված օգտագործեց իր լույսը տարածելու համար։ Եվ նաև հիշենք, որ երբ որ Աստված մեզ դնում է ինչ-որ պաշտոնի կամ ինչ-որ առաջադրանք է տալիս, դա անում է ոչ թե նրա համար, որ մենք մեզ մեծարենք, այլ նրա համար, որ իրեն մեծարենք։ Աստված նպատակ ուներ, որ օգնեց Եսթերին դառնալ թագուհի, եւ այդ նպատակը մեծ էր՝ փրկել ամբողջ ժողովուրդը, որը հետո վերադարձավ իր երկիրը եւ այնուհետեւ ծնվեց մեր Փրկիչը, սիրելի Հիսուսը, որտեւ եթե այս մարդիկ հավատարիմ չլինեին Աստծուն, եթե չապաշխարեին, չդառնային Աստծուն, թեկուզ մի քանիսներ այս ժողովրդից, ապա մենք հնարավորություն չէինք ունենա Փրկիչ ունենալու։ Ուրեմն փառք Աստծո, որ նման հավատարիմ մարդիկ են եղել եւ Աստծո անունը բարձր պահել են եւ Աստծուն հավատարիմ են եղել անկախ ամեն ինչից եւ Աստծո լույսը տարածել են հեթանոսների մեջ։ Վերջում կարդանք Էլեն Ուայթ դասիրակություն գրքից էջ 263 յուրաքանչյուր ընտանիքի եւ դպրոցի ծնողի, ուսուցչի եւ երեխայի ում վրա փայլել է ավետարանի լույսը, ճգնաժամի պահին տրվում է Իսրայելի պատմության ճգնաժամի պահին Եսթեր թագուհուն տրված հարցը. ով գիտե, գուցե մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհության հասել։ Ուրեմն, երբ որ մենք կարող ենք ըստ մեր ունակությունների, ըստ մեր պաշտոնի բարիք բերել մարդկանց, չհապաղենք եւ անենք դա, որտեղ իրականում Աստված այդ
մեր ունակությունները, տաղանդները, պաշտոնները, ինչ որ մեզ տալիս է միայն դրա նպատակով, որ մենք բարիք անելով մարդկանց, Աստծո լույսը ցուցադրենք մարդկանց եւ մարդիկ գան դեպի այդ լույսը եւ ընդունեն այդ լույսը իրենց սրտի մեջ, ինչպես որ Դանիելն էր անում, հավատայում էր ամեն ինչում, ազնիվ էր ամեն ինչում, նրա վրա չկարողացան մի կեղտ բռնել։ Եվ վերջում նաեւ կարդանք Աստծո դուստրերը, Էլեն Ուայթի Աստծո դուստրերը գրքից էջ 45-46 եւ դրանով վերջացնենք։ Հին ժամանակներում Տերը հրաշալի կերպով աշխատում էր նվիրյալ կանանց միջոցով, ովքեր միավորվում էին իր գործի համար, ընտրված տղամարդկանց հետ։ Նա կանանց օգտագործում էր մեծ ու վճռական հաղթանակներ ձեռք բերելու համար։ Մեկ անգամ չէ, որ ճգնաժամի պահին նա առաջին գիծ է տարել կանանց եւ աշխատել նրանց միջոցով հանուն բազմաթիվ կյանքերի փրկության։ Եստեր թագուհու միջոցով Տերը հզոր ազատագրություն իրականացրեց իր ժողովրդի կյանքում։ Երբ թվում էր, թե ոչ մի ուժ չի կարող փրկել հրեա ազգին, Եստերը եւ նրան ծառայող կանայք ծոմ պահելով, աղոթքով եւ իմաստուն ու պատեհ գործողություններով լուծում գտան խնդրին եւ փրկություն բերեցին իրենց ժողովրդին։ Հին կտակարանի ժամանակներում Աստծո գործին նվիրված կանանց աշխատանքի ուսումնասիրությունից դասեր կքաղենք, որոնք մեզ կօգնեն այսօր շատ խնդիրներ լուծել մեր գործունեության ընթացքում։ Գուցե մենք այնպիսի կարևոր եւ նշանավոր տեղ չզբաղեցնենք, ինչպիսին Եստերինն էր, սակայն շատ հաճախ դարձի եկած կանայք կարող են կարևոր դեր խաղալ ավելի համեստ դիրքերում։ Շատերն են այդպես գործել եւ պատրաստ են շարունակել նույն ոգով։ Այսինքն շատ քրիստոնյա տղամարդիկ այսօր նսեմացնում են կանանց եւ իրենց համարում են երկրորդ սորթի մարդ, որ չի կարող որևիցե օգուտ բերել Աստծո գործին, բայց Աստվածաշունչը հակառակն է ասում։ Աստված օգտագործում է եւ իր որդիների եւ իր դուստրերի, եւ ամեն մեկը իր տաղանդների, իր ունակությունների համաչափ կարող է ծառայել Աստծուն, անկախ նրանից ինքը կին է, թե տղամարդ։ Հիշենք այս դասը եւ փորձենք մարդկանց նայել Աստծո աչքերով, այլ ոչ թե մեր նախապաշարված աչքերով։ Թող Աստված մեզ լինի օգնական եւ օգնի մեզ, որ այս դասերը նստվածք տան մեր սրտում եւ մենք իրագործենք դրանք մեր կյանքում եւ Դանիելի, Մուրդքեի, Եստերի, Հովսեփի պես հավատայում ենք Աստծուն, անկախ պարագաներից, անկախ ամեն ինչից, նույնիսկ եթե մեզ մահվան վտանգ է սպառնում, թող Աստված օրհնի մեզ մինչև մյուս շաբաթ։